Պատգամավորների նախաձեռնությամբ ազգային ժողովի արտահերթ նիստ գումարվեց, նախ քննարկվեց բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ նախագիծն ուղղված է մինչև 5% բաժնետոմս ունեցող փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությանը։ Նրա խոսքով այսօր մեծամասնական բաժնետերերը հաճախ չարաշահում են իրենց դիրքը, տարիներով չբաշխելով շահույթը, չգումարելով ժողովներ եւ փաստացի սառեցնելով փոքր ներդրողների Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ընդլայնել հետգնման հիմքերը, բաժնետիրոջը տրվում է բաժնետոմսերի հետգնման պանջի իրավունք, եթե ընկերությունը 10 տարի շահութաբաժին չի վճարել, 3 տարի ժողովներ չի գումարել կամ 5 տարի փաստացի չի իրականացնել գործունեություն կանոնադրական նպատակներով եւ խնդիրներով սահմանված ոլորտներում, վերացնել գույքային սահմանափակումը չարաշահման դեպքում, իրավունքի չարաշահման հիմքով հետգնման դեպքում առաջարկվում է չկիրառել ընկերության զուտ ակտիվների 10%-ի սահմանափակումը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 5% բաժնետոմս ունեցող անձինք փաստացի զրկված են արդյունավետ պաշտպանական մեխանիզմներից եւ նախագիծը կոչված է փոխելու հենց այդ իրավիճակը։ Օրակարգում էր նաեւ թմրամիջոցների շրջանառության համար պատիժների խստացման նախագիծը, որը համապատասխան հանձնաժողովի նիստում այսօր արտահերթ ձևաչափով քննարկվել եւ դրական եզրակացության էր արժանացել։ Նախագծով առաջարկվում է խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանել մինչև 10 տարվա ազատազրկում, իսկ առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասների ներգրավմամբ իրացման դեպքում մինչև 15 տարի։ Եթե գործող օրենքով Telegram կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է դառնալով 8-ից 15 տարվա պատիժ։ Առաջարկում խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն սեփական օգտագործման համար թմրամիջոց աճացնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը, սահմանելով առաջին պատիժ տուգանքը առավելագույնը 10 պատիկի փոխարեն առաջարկում եմ սահմանել 20 պատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ։ Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը նշեց, որ պատժի խստացումը պետք է ուղեկցվի նաև սահմանային վերահսկողության ուժեղացմամբ, որպեսզի թմրամիջոցները պարզապես չհասնեն Հայաստան։ Հաջորդիվ քննարկվեց դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջարկվում է ներդնել դիվանագիտական գրասենյակների ինստիտուտը։ Նրա խոսքով կան երկրներ, որտեղ լիարժեք դեսպանություն բացելը նպատակահարմար չէ, սակայն Հայաստանի դիվանագիտական ներկայությունն անհրաժեշտություն է։ Այսպիսի դեպքերում կստեղծվեն դիվանագիտական գրասենյակներ, որոնք կղեկավարեն տվյալ երկրում հավատարմագրված դեսպանները։ Վերանայվում են դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ըստ այդմ առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը իրենց հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով, գիտեք դեսպանները հետո կարող են վերանշանակվել երկրորդ երկիր, այլ երկիր, եւ ահա այսպիսի վերանշանակման դեպքում առաջարկում ենք առավելագույնը միասնական ուրեմն ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի։ Միրզոյանն անդրադարձավ նաև դիվանագետների սոցիալական խնդիրներին, դժգոհելով արտերկրում աշխատող դիվանագետների աշխատավարձերից եւ նշելով, որ շատերը նույնիսկ հիփոթեկային վարկ վերցնելու հնարավորություն չունեն։ Ներքին գործերի նախարարությունն էլ առաջարկում է 16 տարին լրացած քաղաքացիների համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով նույնականացման քարտը պետք է դառնա ներպետական գործառույթների հիմնական փաստաթուղթը, հեշտացնելով հանրային ծառայություններից օգտվելը։ 6-ից 16 տարեկանների համար քարտ ունենալը կլինի կամավոր, իսկ մինչև 6 տարեկանում անձահաստատող փաստաթուղթ կշարունակի համարվել ծննդյան վկայականը։ Սա Հայաստանը մոտեցնում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Մենք փաստացի տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրել ենք պարզապես անունով դեկլարատիվ բիոմետրիկ անձնագրեր, որոնք որ որևէ ձևով ICAO-ի ստանդարտներին չեն համապատասխանել այս առումով, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր քաղաքացին, երբ որ 2026 թվականի աշնանը կշոշափի նույնիսկ վիզուալ տարբերակով նոր կենսաչափական անձնագրերը, կնկատի, որ այն որևէ ձևով չի համադրվում իր ունեցած նախկինում թերևս անվանումով հայտնի բիոմետրիկ փաստաթղթի հետ։ Ազգային ժողովը քննարկեց նաև զինվորական ծառայությանն առնչվող մի շարք նախագծեր։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարեց, որ առաջարկվում է հստակեցնել
վերցնել 27-ից 37 տարեկան հասակում կրճատժամկետով ծառայություն անցնողների արձակուրդների կարգը։ 1 տարի կամ 6 ամիս ծառայողների համար կսահմանվի 10 օրացուցային օր արձակուրդ, իսկ 1 ամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի տրամադրվի։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասով նախատեսվում է պայմանագրի դադարեցման պայման 1 տարվա ընթացքում 5 անգամ կարգապահական տուժ ստանալու հանգամանքը, հստակեցվում են պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, սպայական կազմի զինվորական պաշտոնների նշանակման, առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ընդունման, պայմանագրային զինծառայողներին հավասարեցված անձանց հետ կապված հարաբերությունները, ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ սպայական պաշտոնների նշանակված զինծառայողներին պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման ծրագրում ներառվում է հատկացվող գումարի եւ ձեռք բերվող բնակելի տարածության արժեքի դրական տարբերության դեպքում տարբերության գումարը ձեռք բերված բնակելի տարածության վերանորոգման ուղղվելու հնարավորությունը։ Փոփոխություններով նախատեսվում է նաև ուսումնական եւ ընտանեկան հիմքերով տարկետում տրամադրելու իրավասությունը փոխանցել զինկոմիսարիատներին, այդ գործընթացից դուրս բերելով մարզային զորակոչային հանձնաժողովներին։ Արմա Սարգսյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդրին։ Նրա խոսքով շատերը չունեն զինվորական ծառայությունն ապացուցող փաստաթղթեր, ինչը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ կարգավիճակի հստակեցման գործընթացը։ Նախագծով նախատեսվում են լուծումներ նաև այս հարցի համար։ Բացի այդ, առաջարկվում է վերացնել կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելքը։ Քննարկված բոլոր նախագծերը քվեարկությամբ ընդունվեցին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։